Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ու հիմա ավելի հստակեցնեմ, մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի մի խոսքով տեղեկատվության եմ հայտնում, էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակա է քանդման։ Քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվի եւ այլ այդպես այդ դեպքի ձայնագրությունների հիման վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից, նույն համայնքապետը, քաղաքապետը, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն նրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանին է, չի քանդում, ժողովուրդ ջան, չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում, ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շինթույլտվություն շինարարություն են իրականացնում։ Սկսվել է, այո, սկսվել է։ Կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ի՞նչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ են պատասխանել։ Չէ, դուք ասեք։ Չեն պատասխանել դիմումից։ Վեր, ինչ պատասխանել ժողովուրդ։ Չեմ պատասխանել, ամենահեշտ տարբերակն է։ Երբ եք ուղարկել։ Ամիս ամսաթվով չեմ կարող ասեմ, բայց հաստատ 3 չեմ։ Ժամկետը սպառված է, նո եթե։ Չեմ հիշում, երևի, այո, ոնց որ հա։ Չեմ նայ որտեղ շատ։ Քաղաքապետարան հարցում ուղարկել եք, տեղյակ եմ որ։ Դե թաղապետը հարցում չեմ ուղարկել, թաղապետը հրապարակային, եթե չեմ սխալվում, Ֆակտոր TV-ին հարցը Մարացեվոյան հայտարարել է, որ քանդման հարցն են քննարկում, թե այդ 2 ամիսի ինչ հարց են քննարկում, չգիտեմ, երբ որ մի մարդ գիշերով մի մետր ցանկապատ առաջ տանում կամ չգիտեմ, մի հատ լուսամուտի տեղ են բացում, միանգամից առավոտը գալի գլխներին կանգնում են, տուգանում են, աշխարհով մեկ հրապարակում են, մենք sense ապօրինություն կանխեցինք կամ գնում են շինություններ են քանդում, նկարում հրապարակում են, բախի տվյալ դեպքում չեն անում։ Շուկան մի քանի հարգանիչի երկու։ Ստորգետնյա հատվածել ունի, 2 հարգանի, էլի, հա։ Գործում է դա։ Տվյալ դեպքում չէ, հեսա հարցը շատ լավն է, հեսա ես հիմա շարունակություն ասեմ։ Ուրեմն, եթե չեմ սխալվում,
2024 թվականին, երբ որ այդ շինարարական աշխատանքները նոր էին մեկնարկում եւ այդ հարցի վերաբերյալ մեկ Երևանի քաղաքապետարան բարձր աստիճան պաշտոնյայի զրույցում ինքը ասել է դե շուկան սարքում ենք, հեսա շինթույլտվությունը կլինի, բան եւ այլն, դες ասում է լավ, հիմա ասում եմ հիմա դե ինչ են սարքում, ասում է գյուղամթերքի շուկա, իսկ բոլորս մասիվի բնակիչները գիտեն Mercedes-Benz-ի հատվածում ինչ փողոցային առևտուրա տեղի ունենում։ Դա հենց գտնվում է Թաղապետարանի դիմացը։ Մենք տեսնում ենք, որ Երևանով մեկ փողոցային առևտուրը ոնց են մարկանցից գույքը արգրավում են։ Տվյալ դեպքում մասիվի փողոցային առևտուր անող մարկանցից գույքը չեն արգրավում։ Գիտեք խի։ Հստակ իմ հարցը ես եմ տվել, ինձ հարցի տվել, ասել է, դե ինչ արգրավենք, արգրավենք իրանք գնալու են, հենց շուկան սարքի, իրանք տաշելով տանելու ենք այդ շուկա։ Դե թող դրանից հետո մեկը փորձի փողոցում առևտուր անի, այսինքն ցանկացած այդ փողոցային առևտուրի համար իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են անում։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, թող բոլորի հավասար լինի, այլ ոչ թե տաշելով չտուգանեն, չարգրավեն, որ հետագայում իրաց տաշելով տանեն շուկա։ Այդ տարածքը կառուցողը ով է, ինչ կապ ունի օրինակ Ավինյանի հետ, քաղաքապետարանի, իշխանության հետ, որովհետեւ այդ նկատմամբ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ։ Էս ասեմ։ Ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների տվյալ սեփականատերերը անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ, իրեն մտերիմներն են։ Այդ ամեն ինչը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ ու մեկ հարց ժողովուրդ ջան, ընդունենք մի պատկերացնենք, պատկերավոր, հա, որ Երևանի քաղաքապետարանը այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկա են սարքում մեկ տարվա ընթացքում։ Ոնց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը գալիս է, չասենք թաղապետա գալի, քաղաքապետն է գալի, չգիտեմ, ծրագիր որ որոշում է, օրինակ, այս քանդած մայթը պիտի վերականգնենք, որը այդ կառուցապատողն է քանդել։ Չի ասում, անգեր ջան, բայ դու ես քանդել, դե դու էլ վերականգնի։ Խի է այդ մայթը կառուցապատում, վերանորոգում երևանցիների գումարներով։ Ակնհայտ Ըտե կա հովանավորչություն, հակառակ դեպքում իմ խոսքերին հակառակ ապացուցելու համար կա մի հիմնավոր պատճառ։ Թող գնան, քանդեն, բայց իրանք ինչը հայտարարում են զրպարտություն, Տիգրան Ավինյանը դատի կտա, բայց իրականում ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, մեկ բարձ հաս, մեկ էլ դիտարկում, հաս չէ։ Այդ ամեն ինչը հաստատող, որ Տիգրան Ավինյանը ըստ երևույթի անհնար առանց իր իմացության դա տեղի ոնց կարելի է պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը, որ մեկ դիմումում ասում են շինթույլտվություն կա, մեկ ուրիշ դիմումում մեկ տարի անց, երբ որ արդեն շինությունը կառուցվել է, հայտարարում են շինթույլտվություն չկա։ Դա այդ ձերբակալության հիմքեր է ակնհայտ։ Այո, ամբողջովին տվել եմ, ես նորից եմ կրկնում։ Ձերքումս երկու ծրայր կա, երկու ծրայրում էլ նույն բովանդակությունն է, նույն նախադասությունն է, նույն հանցանքի մասին է։ Մեկ ծրայրի մեջ հաղորդումը, որ ես գրել եմ, Տիգրան Ավինյանի անունն է, հաղորդումը քրեական վարչության նախաձեռնել, նույն բովանդակություն, նույն հաղորդումն է, ամեն ինչ նույնն է, Տիգրան Ավինյանի անունը հանել են, քրեական վարույթ նախաձեռնել են։